Ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին, որ ըստ կառավարության 10,400 դրամը թոշակառուների կյանքում ոչինչ չի փոխում, բայց պատգամավորները ստանում են միլիոնավոր պարգևավճարներ։ Օրինակ ես թոշակառու եմ Կանադայից, շատ լավ թոշակ ստանում, բայց հոս չեմ գիտեր, շատ վատ է։ Օրինակ ես ստանում եմ 36,000 դրամ, 15 տարի դաստիարակ եմ աշխատել, փլուզվել է, ես իմ ստաժով չեմ կարացել գումարը ստանամ, 36,000-ն էլ ես դեղ եմ առնում, 15 օր պարկել եմ վերակենդանացում, 2 ոտքս վիրահատած է և չեմ կարողանում իմ դեղերը առնեմ, շատ քիչ է 10,000-ը, 10,000-ը ոնց ասեմ, 36,000 ես մի դեղն եմ առնում, պատկերացու ես դեղը որ առնեմ, պետքա մենք չապրենք։ Իրանց պարգևավճարի մասին բան չեմ կարող ասեմ, աշխատում են, ստանում են, բայց որ թոշակառուները քիչ են ստանում, այդ մեկը 100% է։ Ես էլ եմ թոշակառու, դրա վիճակը ես պատկերացնում եմ իմ անձնական կյանքի վրա։ Այդքանը կարամ ասեմ ձեզ։ Բնական է, բացասական, ամեն թոշակառուին 10,000 դրամը գոնե 2 շաբաթվա հացի գումար կանի, գոնե։ Շատ վատ է մտածում այդ ուղղությամբ, ճիշտ չի։ Թոշակառուները այդ 10,000 իրանց համար բավականին գումար է։ Այնքան մանր ծախսեր հարցեր կա թոշակառուներին, ընդամենը 30-40 հազարով ոնց պիտի ապրեն։ Ասենք միայնակ թոշակառու է։ Ճիշտ չի։ Ես դրան շատ ցավով եմ մոտիկանում, որովհետև տես չի կարելի լինել։ Անտեսում են ամեն ինչը, մենակ իրաց գրպաններն են հարստացնում ու չեն մտածում մեր հայ ժողովրդի մասին։ Այս կառավարությունը վառել է պետք։ Իրանք բացարձակ իրավունք չունեն մարդկության մեջ ապրելու։ Իրանց ղեկավարի հետ միասին։ Այդքան բան Ազիզ ջան։